Ողջունում ենք ձեզ, մեր սիրելի եղբայրներ, քույրեր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ այսօր ամբողջ քրիստոնեական աշխարհը տոնախմբում է մեր Տեր եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի փառավոր հարությունը։ Ես նույնպես միանում եմ մեր սիրելիներին եւ ուզում եմ հայտարարել ձեզ հետ միասին. Քրիստոս հարյավ իմ եղելոց։ Հալելույա, եկեք հզոր ծափահարություն տանք Տիրոջը եւ օրհնենք նրան։ Փառքեստեր։ Ուզում եմ Աստծո խոսքից մի հետաքրքիր համար կարդալ։ Ոչ այն համարները, որ սովորաբար կարդում ենք Տեր Հիսուսի հարության մասին, այլ հետաքրքիր համարներ, մի համար եմ ուզում ձեզ նվիրել, սիրելներ, որ վստահ եմ ձեզ շատ պետք է ուրախացնի։ Այսպես է ասում Սաղմոս 116-ի մեջ մի հետաքրքիր խոսք է։ Ասում է. Ինչ հատուցեմ Տիրոջը այն բոլոր բարության փոխարեն, որ արել է ինձ։ Եվ կարծես մի պահ դադար է տալիս եւ ասում է այս խոսքերը. Փրկության բաժակը պիտի վերցնեմ եւ կանչեմ Տիրոջ անունը, եթե համաձայն ես ասա ամեն։ Տիրոջ արած իմ ուխտերը պիտի կատարեմ իմ ամբողջ ժողովրդի առջև։ Տիրոջ առջև պատվական է իր սուրբերի մահը։ Ով Տեր, ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին դու արձակեցիր իմ կապանքները։ Կարող ես ասել ամեն։ Նա մահվանից փրկեց, կապանքներից արձակեց, նա հարության Քրիստոսն է, ինչպես նա է, այնպես իր հավատացողները, ազատ մահվանից, ազատ դատապարտությունից, ազատ մեղքից, օրհնյալ լինի Թագավորը, ամեն։ Եկեք մեր փառաբանությամբ օրհնենք մեր Աստծուն, պաշտենք նրան եւ տանք լավագույնը, որովհետեւ մեր Աստված արժանի է։ Հալելույա։ Այս հրաշալի երգը միասին պիտի երգենք։ Միասին կարող ենք ասել. Փրկության դուռ է բացվում, Աստված ժողովուրդ է մաքրում, Էմանուելն է քայլում, Հիսուս Քրիստոս, մեղքի իշխանությանը վերջ, ազատ ենք մենք Քրիստոսի մեջ, Հայր մեր քեզ փառքավես, դու փրկիչ ես, Քրիստոս հարյա։ Միայն թե դու նրան կանչես, հաղթական ես, Աստված քեզ հարուցանես, որ դու խավարից հրաժարվես, զինվես հավատքի զենքերով, խավարին հատես, Քրիստոս հարյա, բարձրացրու ծափերը, հաղթանակն է մեզ հետ քայլում, Քրիստոս հարյա։ Այսօր Սուրբ Հոգին հուշում է մեզ այս բանը հավատալու։ Հոգին է խոսում ստապիր, Չարին ծառայել հրաժարվիր, Որդից ժամանակն է շտապիր, Արթնություն է, կանգնիր Աստծո ժողովուրդ, Քայլիր հավատքով հաստատում, ընդմիշտ հաստատվիր Հիսուսով, հաղթություն մեր ծափերով բոլորս միասին, Քրիստոս հարյա։
Տեր Հիսուսը գնաց եւ խոստացավ, շուտով հետ կգա։ Նա ասեց սրտերը չխռովի, Աստծուն հավատացեք, ինձ հավատացեք, այս աշխարհի մեջ նեղություններ ունենաք, խնդիր չի։ Իմացեք, որ ես աշխարհին հաղթել եմ, ամեն, որտեղ նա հաղթեց մահվանը, հաղթեց սատանային, մերկացրեց նրան, զինաթափարեց նրան, որպեսզի ես եւ դու կենթանի հույս ունենանք նրա վրա։ Հալելույա, բարձրացրու քո հույսի ծափահարությունները նրան։ Նա մեր Մեսիան է, հալելույա։ Դու ես Մեսիան, ինձ սրբացնողը, արդարացնողը, փրկողն ես խավարից, դու բարի հովիվն ես, Տերը ողորմած, եւ իմ բարեխոսն ես, հոր գահի առաջ, դու ինձ գնողն ես, քո սուրբ արյունով, եւ ինձ մկրտողն ես, քո սուրբ հոգու կրակով, դու օծյալ փրկիչն ես, հարություն առած, դու ասովորտին ես, դու շուտով կգաս, Տեր քո մեծ սերը, Տեր քո մեծ սերը, հավիտյան թող ինձ հետ լինի, քո բարությունը, ուրախությունը, հավիտյան դու ես ինձ համար, միասին ասենք, եւ այս երկրում ես որտեղ է լինեմ, քո մեծ սերը, դու չես փրկի ինձնից, քո բարությունը, ուրախությունը, հավիտյան թող ինձ, եւ այս երկրում միասին, եւ այս երկրում ես որտեղ է լինեմ, քո մեծ սերը, դու չես գտնի ինձնից, քո բարությունը, ուրախությունը, հավիտյան, դու ես Մեսիան, միասին ծափերով, դու ես Մեսիան, ինձ սրբացնողը, արդարացնողը, փրկողն ես խավարից, դու բարի հովիվն ես, Տերը ողորմած, եւ իմ բարեխոսն ես, հոր գահի առաջ, դու ինձ գնողն ես, քո սուրբ արյունով, եւ ինձ մկրտողն ես, սուրբ հոգու կրակով, դու օծյալ փրկիչն ես, հարություն առած, դու ասովորտին ես, դու շուտով Տեր քո մեծ սերը, Տեր քո մեծ սերը, Տեր քո մեծ սերը, հավիտյան թող ինձ հետ լինի, իմ փրկությունը եւ իմ ցնծությունը, իմ Աստված դու ես ինձ համար, եւ այս երկրում ես որտեղ է լինեմ, քո մեծ սերը, դու չես գտնի ինձնից, քո բարությունը, ուրախությունը, հավիտյան թող ինձ հետ լինի, եւ այս երկրում ես որտեղ է լինեմ, քո մեծ սերը, դու չես գտնի ինձնից, քո բարությունը, ուրախությունը, հավիտյան թող ինձ հետ, միասին ասենք հավիտյան, հավիտյան թող ինձ հետ, եթե հավատում եւ ուզում ես, հավիտյան թող ինձ հետ լինի, ամեն, հալելույա, հալելույա, օրհնյալ լինի մեր Աստվածը, մեր Տերը, ամեն, որքան գեղեցիկ այս պահը, նրան պատվել, նրան օրհնել, ասել նրան, թե ինչքան հրաշալի Աստված է նա մեզ համար, եկեք իսկապես մեր սրտի գոհությունը բարձրացնենք Տիրոջը, մեր պաշտամունքը, մեր երկրպագությունը նրան, երբ որ փառաբանում ենք սիրելներ, պատմում ենք նրա արածների պատասխան որպես, բայց երբ երկրպագում ենք, խոսում ենք նրան, խոսում ենք իր անձին, եկեք իսկապես Աստծուն երկրպագենք, ասենք հենց իրեն, Տեր դու ինչ հիասքանչ Աստված ես, ինչքան գեղեցիկ, ինչքան զարմանալի, ինչքան փառավոր ես, հալելույա, ամեն, շարունակենք Տիրոջը երկրպագել, օրհնել այս երգով, ամեն, պատմենք այն պատմությունը, երբ մեր Տերը չգտնվեց գերեզմանում այդ կիրակի օրը, ամեն, փառք լինի նրա մեծության համար, փառք լինի նրա սիրո եւ հավիտենական մեծության եւ զորության համար, հալելույա, Եվ հուսված, սարսափած
ցանկել Քրիստոս հարյա իմերելոց Քրիստոս հարյա իմեր Հալելույա դուրնապար այո ներները հարություն է արել եւ իհարությամբ մեզ երկնքի դուռն է մեզ համար բացել Դուր նրան փառք իր մեծության համար Հալելույա Շնորհակալ ենք Հիսուս Շնորհակալ ենք այս հիանալի օրհնության համար Շնորհակալ ենք քեզ Տեր Հալելույա Քրիստոս հարյավի մեռելոց Այս բացականչությունները մենք որքան լսում ենք, այնքան մեր ներսը ավելի է բորբոքվում, Տիրոջը սիրելու, հույսով լցվելու, ապագան տեսնելու նրանով, ամեն, Քրիստոս հարյավի մեռելոց, սա հռչակում է, ոչ միայն հռչակում, սա իրականություն և ճշմարտությունն է սիրելի քույրս եղբայրս, եկեք մնանք նրան երկրպագության մեջ և միասին այս հիասքանչ երգը երգենք և օրհնենք մեր Թագավորին, հալելույա Երբ Մարիամները գնացին գերեզման, որպեսզի խնկարկություն անեն հանկարծ, Տիրոջ հրեշտակը կանգնեց իրանց առաջ։ Հրեշտակն իջավ, տվեց փառավոր լուրը հարության, այստեղ չնա, տարածեք ամեն տեղ լուրը հարության հրեշտակն իջավ տվեց փառավոր լուրը հարության այստեղ չնա տարածեք ամեն տեղ լուրը հարության նա հարյավ հարության բերեց աղթություն Եվ քեզ հարություն տվեց մեռած հույսերի մեջ խավարի իշխանությունը կործանել բարությամբ իր հարությամբ իր մեզ գնեց նա հարյավ հարությամբ բերեց աղթություն Եվ քեզ հարություն տվեց մեռած հույսերի մեջ խավարի իշխանությունը կործանեց հարությամբ իր զորությամբ իր մեզ գնեց Օրհնյալ լինի նրա անունը բոլոր ազգերի մեջ Թող ամեն ազգ նրան օրհնի և մեծարի, հալելույա Բոլոր ազգեր պիտի ծնկեն նրա փառքի առջև բազուկը նրա արդյուն գործեց մահից մեզ ազատեց բոլոր ազգեր պիտի Ծնկեն նրա գահի առջև բազուկը նրա զորություն
հարություն գործեց, մահից մեզ ազատեց։ Միասին օրհնեք Տիրոջը, միասին ես սպասում եմ ձեզ։ Հարություն տվեց մեռած հույսերին մեր, խավարի իշխանությունը կործանեց, հարությամբ իր բարությամբ իր մեզ գնեց, բոլորս միասին ասենք, նա հարյավ հարությամբ բերեց հաղթություն ինձ ու քեզ, հարություն տվեց մեռած հույսերին մեր, խավարի իշխանությունը կործանեց, բարությամբ իր հարությամբ իր մեզ գնեց։ Կարող ես պատկերացնել, որ նա վճարել է ամբողջ գինը, ամբողջ արժեքը քո փրկության, որ սատանան ոչ մի պահանջ չկարողանա ունենա ինձանից ու քեզանից։ Նրա հարությունը մեր զորությունն է, հալելույա, օրհնյալ լինի Տիրոջ անունը, ևս մեկ անգամ պիտի երգենք, նա հարյավ, եւ այս հարության հռչակումը պետք է լինի մեր սեփականը, ոչ միայն հրեշտակներինը։ Եկեք միասին օրհնենք Տիրոջը, բոլորս միասին ձայն բարձրացնենք, նա հարյավ հարություն բերեց հաղթություն ինձ եւ քեզ, հարություն տվեց մեռած հույսերին մեր, խավարի իշխանությունը կործանեց, բարությամբ իր հարությամբ իր մեզ գնեց, նա հարյավ հարություն բերեց հաղթություն ինձ ու քեզ, հարություն տվեց մեռած հույսերին մեր, խավարի իշխանությունը կործանեց, հարությամբ իր բարությամբ իր մեզ գնեց, հարությամբ իր բարությամբ իր մեզ գնեց, դուր նրան արժանի վայել ծափահարություն եւ պաշտամունք, մեր Աստված արժան է ընդունելու այս փառաբանությունը։ Նախքան որ կնստենք սիրելներ, ուզում եմ դառնաք, շրջվեք եւ ձեր կողքինին եւ հետևում կանգնածներին, առջևում բոլորին ողջունեք Տեր Հիսուսի անունով, այն Հիսուսի, որ կենդանի է, որ ողջ է, որ այստեղ է, որ փառավորվում է այստեղ իմ եւ քո միջոցով։ Հալելույա։ Բարի գալուստ ասա նրան, ողջունի նրան Աստծո սրահներից ներս, ասա քո սրտի ուրախության մասին, ասա ինչքան ուրախ ես, որ տեսնում ես իրեն այստեղ։ Հալելույա։ Մեր Աստված փառավորված Աստված է, ամեն։ Հիմա սիրելիներս, ես պիտի խնդրեմ, որ այստեղ գա իմ սիրելի Սամվել եղբայրը եւ մեզ առաջնորդի մի հրաշալի արարողության, որ պետք է միասին ունենանք։ Խնդրեմ Սամվել եղբայր ջան, համեցեք։ Փառք Հիսուսին, Աստծո ժողովուրդ։ Այո, չենք ծանծրանա ամեն անգամ ասենք Հիսուս հարյավ իմ եռելոց, ուշնալ է հարությունը Հիսուսի, ամեն, սա մեր Տիրոջ հաղթանակն է, սա կյանքի հաղթանակն է անդեմ մահի, ամեն, փառք Հիսուսին։ Շնորհակալ ենք Աստծո ժողովուրդ, որ այստեղ եք, մենք մի բարի սովորություն ունենք, Աստծո խոսքից կկարդամ Սաղմոս 96 6-րդ խոսքից, ասում է փառք ու վայելուչություն կա նրա առաջին, զորություն ու գեղեցկություն նրա սրբարանի մեջ։ Տիրոջը տվեք, ով ժողովուրդներ ու տոհմեր, Տիրոջը տվեք փառք ու զորություն, Տիրոջը տվեք իր անվան փառքը, ընծա բերեք եւ նրա սրահներու մեջ մտեք, սուրբ հանդեսով, Տիրոջը երկրպագություն արեք, վախեցեք նրա երեսից, ով բոլոր երկիր, փառք մեր Աստծուն։ Այսօր տոն է եւ այդ տոնը Աստծո ժողովուրդ բոլորինս է, որտեղ Հիսուս Աստված իր ամբողջ ծրագիրը, երբ որ հավիտենական կյանքի համար Հիսուսով պատրաստել էր,
ավարտին հասցրեց, հաղթանակին հասցրեց հենց Հիսուսի հարությունով։ Եթե Հիսուսը հարություն չառներ, կարծես Աստծո բոլոր ծրագիրները մեր լեզվով ասած ջուրը կընկներ։ Բայց փառք մեր Տիրոջը, որ տվեց այս հաղթությունը, եւ մենք մի բարի սովորություն ունենք եւ միշտ մեր ընծաներով ենք գալիս։ Երբ որ հյուր եք, երբ որ հյուրաբար եք եկել, ազատ եք, թող ձեր վրա ճնշում չլինի, բայց նրանք, ովքեր որ Աստծո համար նվերներ ունեն, մենք ունենք արկղներ, կարող եք մոտենալ եւ ձեր նվերները մատուցել Տիրոջը։ Եվ սա մեր մի փոքր շնորհակալությունը եւ նվերը կլինի Տիրոջ Աստծո ժողովուրդ։ Եվ Հիսուսից մի խոսք էլ հիշեցնեմ, որի համար, որից հետո կաղոթենք եւ կորշնենք ձեր սրտի համար, ասում եմ՝ մի վախեցեք փոքրիկ հոտ, որ ձեր հայրը հաճեցավ իր թագավորությունը դարձեց, փառք Աստծուն, Աստծո ժողովուրդ։ Ուրեմն ասում եմ, ծախեցեք ձեր ստացվածքները եւ ողորմություն տվեք եւ ձեզ չհինանալու քսակներ պատրաստեցեք ու երկինքը չպակասելու գանձ, ուր ոչ գողը կմտնե եւ ոչ էլ ցեցը կապականե, քանզի ձեր գանձերը որտեղ որ են, ձեր սրտերն էլ այնտեղ պիտի լինի։ Փառք մեր Աստծուն, Աստծո ժողովուրդ։ Ուրեմն այս մեր նվերներով Աստծո ժողովուրդ Սուրբ Գիրքն ասում է, որ չպակասելու քսակ եք պատրաստում երկնքում։ Մի բան եք անում, մի գանձ եք հավաքում երկնքում։ Ես վստահ եմ նրանք, ովքեր մեծ ստացվածքներ ունեն եւ գնան երկինք, հաստատ ասելու են, ეხի չծախեցինք տանք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Կուզեմ որ օրհնենք, աղոթենք եւ անցնենք մեր հաջորդ ծառայությանը։ Շնորհակալ ենք երկնավոր Հայր, այն բոլոր օրհնությունների համար, որ մինչև օրս օրհնել ես։ Շնորհակալ ենք, որ մինչև օրս պահել ես, չարից, կերակրել ես, Տեր իմ Աստվածս, շնորհակալ ենք ամեն մի հոգու համար, իրենց աշխատանքի համար, որ օրհնել ես, Տեր, աղոթում ենք Հիսուսի անունով, որ նորանոր հանճարներ տաս ամեն մեկին, Տեր, որ օրհնվեն եւ առատ լինեն իրենց աշխատանքի մեջ եւ հաջողակ, Տեր իմ Աստվածս, շնորհակալ ենք, Տեր, քեզ փառավորում ենք, այն ինչ որ անում ենք, Տեր, դու ավելին ես արժանի, սա մեր մի փոքր նվեր է, Տեր, թող օրհնվի, հազարապատիկ օրհնվի Հիսուսի անունով, շնորհակալ ենք Տերին, ամեն։ Ամեն, ամեն, շնորհակալ ենք Սամվել եղբայրս, Տերը օրհնի։ Աստծո խոսքը ասում է, որ Հիսուսը կաթնակերների եւ երեխաների բերանից գովություն ընդունեց։ Այսինքն երեխաներ, որոնք շատ բաներ կարող է չհասկանային, բայց Երանի մենք էլ շատ անգամ երեխաների նման լինենք, թեկուզ չենք հասկանա, բայց հավատանք նրան։ Ամեն, ինչ որ նա արել է, անում է եւ դեռ պիտի անի։ Հիմա ժամանակը մոտեցավ, որ մեր սիրելի պատանիները եւ մանուկները պետք է իրենց հիանալի ծրագիրը մեզ ներկայացնեն։ Ուզում եմ ձեր հիանալի ծափահարություններով այստեղ հրավիրեք սիրելիներին, որ մեզ պետք է ծառայեն։ Խնդրեմ։ Իսկ դու գիտես ինչ ես անում։ Իհարկե գիտեմ, Նարէ, Զատիկի մասին գրված է Ելից 12-րդ գլխում։ Երբ հրեաները Եգիպտոսում էին, Աստված պատվիրեց, որ Զատիկի համար անարատ գարմոթեն եւ նրա արյունը քսեն դրան սեմերի վրա։ Երբ ամեն մարդ, որ տան մեջ էր, պետք է ուտեր մորթված գարմոթի մսիք եւ մնար տան ներսում մինչեւ առավոտ։ Հրեաները այդպես էլ արեցին։ Գիշերը հարվածող ռեշտակը անցավ բոլոր տների մոտով եւ ում դրան սեմերի վրա արյունը չկար, նրանց անդրանիկը մահացավ։ Եվ այսպես նրանք, ովքեր հնազանդվեցին Աստծո պատվերին, փրկվեցին։ Այդ օրը կոչվեց Զատիկ։ Հիմա ինչ մենք էլ գարմորթենք։ Քո հարցին պատասխանի Հովանես Մկրտիչը։ Նարէ, մենք Զատիկի համար գար չենք մորթի, քանի որ Քրիստոսը զոհ եղավ մեզ համար։ Երբ Հորդանան գետում մարկանց ջրով մկրտում է, ես տեսա ինչպես Աստծո հոգին աղավնու կերկարանքով իջավ Հիսուս Քրիստոսի վրա, ով նույնպես գալիս էր մկրտվելու։ Երբ Հիսուսին տեսա, ասացի. ահա Աստծո գարը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Նարէ, մենք եւս երկու հյուր ունենք, դիմավորենք երկու Մարիամներին։
Այո, մենք վկա ենք, թե ինչպես Հիսուսին խաչեցին, չնայած, որ նրա վրա մեղք չգտնվեց։ Քրիստոսը մեր մեղքերը իր վրա վերցրեց, մահացավ խաչի վրա, բայց երրորդ օրը հարություն առավ, նրա զոհով մեզ բոլորիս փրկություն եղավ։ Մենք տեսանք նրա դատարկ գերեզմանը, ավելին, հարություն առնելուց հետո նա մեզ երևաց և խոսեց մեզ հետ։ Ով որ նրան հավատա կփրկվի։ Ամեն։ Հասկացա, ինչպես Պողոս առաքյալն է ասում, Աստված մեր մեղքերի համար մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ։ Դե ինչ, եկեք ևս մեկ անգամ հայտարարենք։ Քրիստոս հարություն առավ մերելներից, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ամեն։ Չունցացավ, վերկած քնից, Քրիստոս հայրավ մերելներից։ Իթավլելություն մուտ լեղլի վրա լեպաստավատին դրվեց գերեսվան, լուս պարատակետ մթուտան միտիտ։ Երրորդ օրվա առավոտը ավտիսեր Մարգուչյան գերեզմանից Քրիստոս արյավ ավտիսեր Փրկության Քրիստոս արյավ երկին գնաց երկրում թողեց պատվերներ, որ պատվերը կատարելով մենք էլ լինենք նրա պես։ Ով հարության թագավոր, լույսի տերն ես փարավոր, առաջնորդիր մեզ առաջ, երկնային հոր գիրկը բաց։ Լրությունը ճեղքվեց լույսով, քարը գլորվեց Աստծո ձեռքով, գերեզմանի մոտ խավարի Քրիստոսը հարյավ մերելներից։ Հիմա գիտեմ, իմ փրկիչը հաղթանակ է մեզ բերել, իր հարությամբ չարին հաղթել, փառքի գագինը բազմել։ Ինչ տամ քեզի, Տեր Հիսուս, քո արածի փոխարեն, թեև ես փոքր եմ, բայց եկել եմ սրտած քեզ փառաբանեմ։ Երջանիկ ենք, որ գալիս եք Աստծո տունը փրկության, մենք Սուրբ Հոգու զորանում ենք, դառնում վկան հարյության։ Ու թե հանկարծ չարը փորձի քեզ հեռացնել Հիսուսից, ու թե խաբի շատ պատճառով, որ չգաս եկեղեցի, մի նահանջիր, ամուր կանգնիր, դու զինվոր ես Քրիստոսի, եկեղեցին Սուրբ մարմին է, հավիտյալ Տեր Հիսուսի։ Պահենք հավատքը մեր սրտում Տեր Հիսուսի հարյության, որ ապավ նրանց գրկում ապրենք անվերջ հավիտյան։ Հիսուսի ու մեր ինձի, ձերքս ձերքին անգերովին քայլում
Բարև Աննա, ինչպես ես։ Բարև Նարը, լավ եմ, դու ինչպես ես։ Ես էլ եմ լավ։ Այսինչ գիրք է։ Սա իմ սիրելի անբար գիրքն է։ Ինչ անբար գիրք, որ մեջը բառեր չկա։ Այո, բառեր չկան, բայց գույներ կան, որոնք կարելի է կարդալ։ Իսկապես շատ հետաքրքիր է։ Առաջի անգամ եմ տեսնում գիրք առանց բառերի։ Այո, այս գիրքը կարդացողը հավիտյան կյանք է գտնում։ Կարող ես կարդալ քո անբար գիրքը մեր համար։ Ինձ սիրուն ոսկե գույն է։ Սուրբ գիրքը ասում է, որ Աստծո մոտ ամեն բան ոսկուց է, անչափ գեղեցիկ և փայլուն։ Եվ ես տուն ունեմ երկնքում։ Ես էլ եմ ուզում Աստծո մոտ տուն ունենամ։ Դրա համար պետք է ազատվել սև գույնից։ Սև գույնից դա ինչ է։ Որովհետև բոլորը մեղք գործեցին և Աստծուց հեռացան։ Ինչ անենք հիմա։ Հիսուսը ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Մեկը հոր մոտ չի կարող գալ, եթե ոչ ինձանով։ Հիսուսի արյունը սրբում է մեզ բոլոր մեղքերից։ Վերջ հիմա մենք նռված կլինենք։ Այո, հոտները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Այնքան թեթևություն եմ զգում։ Այդքան ազատություն եմ զգում։ Չմոռանանք կանաչ գույնը, Աստծո մոտ հասնելու համար պետք է գնալ եկեղեցի, անդադար աղոթել, Սուրբ Հոգու պտուղներով ապրել։ Ես ուզում եմ, որ բոլորը իմանան Հիսուսի մասին։ Արի գնանք բոլորին պատմենք։
Եվս մեկ անգամ եկեք մեր բոլոր երեխաների համար լավ ծափահարություն տանք։ Սիրելի մայրեր, ձեզ էլ եմ շնորհակալ, որ ձեր զավակներին վստահում եք եւ բերում եք եւ միևնույն ժամանակ մեծ ջանք եք անում, որ տանը սովորեցնեք։ Գիտեմ, որ հեշտ չի, վստահ եմ դրա մեջ էլ օրհնություն կա եւ այդ օրհնությունը մեկ օր պիտի անպայման քաղեք։ Փառք Տիրոջը, օրհնյալ լինի Աստված, Տերը փառավորվի այս ամեն ինչի մեջ, սիրելիներս։ Ուզում եմ բարի գալուստ ասել յուրաքանչյուրիդ, որ այստեղ եք։ Վստահ եմ, որ այս օրը մեզ համար ոչ միայն տոնական է նրանով, որ այսօր մենք առիթ ունենք որպես կիրակի տերունական օր հավաքվենք միասին մեկտեղ, այլ նաև եւս մեկ կարևոր հրաշալի օր է հիշատակության եւ պարծենալու եւս մեկ առիթ ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Նրա հարությունը ինձ եւ քեզ համար էր։ Նա սկզբից էր, նա մինչ ժամանակները նա կար, նա հայտնվեց մեզ, էլի կար, եւ մենք շատերը այսօր չկան, բայց ինքը էլի կա։ Մենք էլ մի օր կարող աստեղ չլինենք, բայց ինքը էլի կլինի։ Եվ անկախ նրանից ինչքան ժամեր եւ ժամանակներ կլինեն, նա կմնա նույն Աստվածը, առանց ժամանակի սահմանափակման, առանց պիտանելիության սահմանափակման, առանց որևէ ժամկետների, նա հավիտյանս հավիտենից Աստված է։ Ամեն։ Անգամ մեկ վարքյան չեմ ուզում էլ բեմը զբաղեցնել, պարզապես ուզում եմ մի հրաշալի Աստծո մարդու ներկայացնեմ, Արտավազ Թադևոսյան եղբայրը, որ Երևանում եւ ոչ միայն Երևանում, այլ Հայաստանում վերնատուն եկեղեցիների ավագ հովիվն է, ջերմ ողջունենք, եկեք Աստծո ծառային վայել ողջունենք, Տեր օրհնի Արտավազ եղբայր ջան։ Պատիվ եմ։ Փառք մեր հարուցյալ Հիսուս Քրիստոսին, Քրիստոսը հարություն է առել, թող օրհնյալ լինի նրա հարությունը մեր մեջ, ամեն։ Փառք մեր Աստծուն սիրելիներ։ Օրհնություն եւ պատիվ է մեզ համար լինել ձեր հրաշալի եկեղեցում, ներկա լինել, վայելել Աստծո սերն ու քաղցրությունը եւ կրկնակի պատիվ է ծառայել Աստծո սուրբերին, ձեզ այսօր խոսքով եւ փառք Տիրոջը, այս մեծ պատվի եւ օրհնության համար։ Շնորհակալ եմ Արտակ եղբայրս հրավերի համար, միշտ պատիվ է ինձ համար լինել ձեր եկեղեցու մեջ եւ եղել է առիթներ անցյալում, ասել եմ, որ ձեր եկեղեցին օրհնված եկեղեցի է։ Ձեր եկեղեցին իսկապես օրհնված եկեղեցի է եւ գիտեք, օրհնված են լինում տարբեր կողմերից, կարող են օրհնված լինել, որտեղ լավ մարդիկ կան, օրհնված են լինում, որտեղ լավ հովիվ ունեն, օրհնված են լինում, որովհետև եկեղեցին հարմարավետ է եւ այլն եւ այլն եւ այլն, բայց օրհնված են լինում նաեւ նրանք, որտեղ որ Աստծո ներկայությունն է լինում։ Եվ այստեղ կա Աստծո ներկայությունը։ Ես ինքս հանդիպել եմ Աստծուն այստեղ, այսօր էլ հանդիպեցի։ Սա ամենակարևորն է եւ ամենամեծ օրհնությունն է, որ կարող է եկեղեցին կամ առհասարակ մարդ ունենալ իր կյանքում փառք Աստծուն։ Ինչպես ասեցի, պատիվ է մեզ համար լինել ձեր մեջ եւ օրհնություն սիրներ, կրկնակի պատիվ է այս օրով ծառայել, ես Արտակ եղբորս առաջարկեցի, որ ներկա լինենք, լսենք իր խոսքը, պատգամը վայելենք, որտեղ այսօրվա օրով կարող ենք ներկա լինել եւ վերցնել օրհնություն եկեղեցու հովից, բայց առատաձեռնորեն եղբայրս առաջարկեց, որ ես ծառայեմ եւ ինձ համար պատիվ եւ օրհնություն է փառք Տիրոջը։ Թող Աստված շարունակի օրհնել իր խոսքի միջոցով էլ։ Հրաշալի փառաբանություն։ Երեխաները ուղղակի հրաշալի։ Ես ուշադիր լսում էի փոքրիկներին, ասում եմ, մեծ զոհողություն է իրանցից պահանջվել, անգամ իրենք հայերեն խոսալու դժվարություն ունեն, բայց անգիր են սովորել, հայերեն արտասանում են։ Աստված օրհնի ուսուցիչներին, Աստված օրհնի ծնողներին, Աստված օրհնի մեր երեխաներին։ Փառք Տիրոջը յուրաքանչյուրի համար սիրներ։ Գիտեք, հարության տոնի
ժամանակ կամ հարության տոնի օրվան ամենալավ նվերը, որ կարող է մարդը անել Տեր Հիսուս Քրիստոսին, դա իր կյանքն է, իր սիրտը։ Եվ ամենամեծ ծառայությունը, որ կարող է ծառայողը, հովիվը, առհասարակ Աստծո մարդը անել Աստծուն ուղված, դա իր մասին, իր հարության մասին պատմելն ու վկայելն է։ Եթե կա որևէ մեկ այստեղ, որ Տեր Հիսուսին իր կյանքում որպես Տեր ու Փրկիչ չի ընդունել, այսօր դու մեծ հնարավորություն եւ առիթ ունես կյանքդ հանձնելու Տեր Հիսուսին։ Աստծո խոսքում այսպիսի համար կա, Պողոս առաքյալն է ասում, որպեսզի ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը։ Քրիստոսի հարությունը պատմական փաստ է։ Քրիստոսի հարության մեջ կա ճշմարտություն։ Բայց այս ամենը եւ պատմական փաստ է եւ նրա զորությունը, որ կա հարության այդ փաստի մեջ, ոչինչ է ինձ համար, եթե ես չճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը։ Եթե ես չիմանամ նրա մասին փորձառաբար, անձնապես, եթե ես չհանդիպեմ նրան, եթե ես նրան չընդունեմ իմ կյանքի մեջ եւ չունենամ այս հարության ճանաչողությունը։ Հարության ճանաչողությունը սա է, որ մարդը ճանաչում է Հիսուս Քրիստոսին ոչ թե որպես պատմական փաստ, այլ ճանաչում է նրան որպես իր անձնական Տերը եւ Փրկիչը։ Եվ ինքը ընդունում է այն ինչ որ կատարվեց Գողգոթայում, այն ինչ որ կատարվեց 2000 տարի առաջ, այն պատահական չէր եւ այն պատմական փաստ չի միայն, այն իմ համար է։ Եվ ես ուզում եմ ճանաչել նրան եւ ապրել այդ կյանքը, որի միջոցով ես հավիտենական կյանք ունեմ Փառք Տիրոջը։ Սիրելիներ, այն ինչ որ ուզում եմ բաժնեկցել ձեզ հետ, արագ անցնեմ իմ խոսքին պատգամին, որպեսզի շատ ժամանակ չվերցնեմ ձեզանից, վստահ եմ, որ այն օրհնության պատճառը լինելու նրանց, ովքեր որ ականջ ունեն լսելու եւ սիրտ ունեն ընդունելու համար, եւ նրանց համար, ովքեր որ պատրաստակամություն ունեն լսելու Աստծո ձայնը, փոխելու կամ փոխվելու ինչ որ բաներ, եթե Աստված կամենա իրենց կյանքի համար։ Սիրելիներ, Սուրբ Գիրքը այսպիսի տողեր ունի, ասում է գիշերը լաց կա, գիշերը լաց կա։ Իրականում կան գիշերներ մեր կյանքի մեջ, որտեղ որ կա ցավ, որտեղ որ կա լաց, որտեղ որ կա դժվարություն, որտեղ որ կա պարտություն, որտեղ կա մեղք, որտեղ կա ինչ որ բաներ, որոնք մեզ ցավ են պատճառում։ Գիշերը լաց կա, կան գիշերներ, կան խավարներ, կան բաներ մեր կյանքի մեջ երբեմն լինում են կամ եղել են, որոնք հաճելի չեն եղել մեզ, առավել եւս հաճելի չեն ամենակարող եւ ամենատես Աստծուն, ամենասուրբ Աստծուն, հաճելի չեն եղել։ Դրանք գիշերներն են, դրանք խավարներն են։ Այո, կան խավարներ։ Այդպես եղավ նաեւ 2000 տարի առաջ, խավարը տիրեց։ Մեր Փրկիչը խաչի վրա գանված էր եւ նա աղաղակեց եւ խավար եղավ։ Ամբողջ աշխարհով մեկ խավարը տիրեց։ Ժամանակից շուտ արեգակը մայր մտավ կամ արեգակը ծածկվեց, այլևս իր լույսը չէր տալիս եւ խավար տիրեց ամբողջությամբ։ Եվ կարծես թե դրան հաջորդեց նաեւ Հիսուս Քրիստոսի մահը, որ նա մահացավ խաչի վրա, իր հոգին ավանդեց հոր ձեռքերի մեջ։ Կարծես թե պարտություն գրանցվեց, կարծես թե նահանջ եղավ, կարծես թե ինչ որ բան տեղի ունեցավ, որը պարտություն էր, որը Աստծո զորության մասին չի խոսում, այն ամենի մասին չէր խոսում, ինչ որ տեսել էին աշակերտները Հիսուսի կյանքում 3 տարի շարունակ, չէր խոսում հրաշքների մասին, չէր խոսում հացը բազմացնելու մասին, չէր խոսում ծովի վրայով քայլելու մասին, պարտություն եղավ։ Այն մեկը, որի հետ հույսեր էին կապել, այն մեկը, որը Փրկիչ էր անվանվում, այն մեկը, որ Աստծո որդի էր, այն մեկը, որը Աստված էր, տեսան, որ մահացավ, կարծես թե խավար էր։ Ինչ որ մի բան կարող է փոխվել, սպասում են, որտեվ նրանք տեսել են, աշակերտները տեսել էին, որ կրիտիկական իրավիճակում հանկարծ նորից անսպասել ինչ որ բան է տեղ ունեցել։ Նրանք սպասում էին միգուցե ինչ որ մի բան կլինի։ Նրանք ինչ որ մի ժամանակ լսել են, երկնքից ձայն է եկել եւ Աստված խոսել է։ Հիմա էլ միգուցե ինչ որ մի բան կլինի, բայց խավարը շարունակվում էր։ Ոչինչ տեղի չունեցավ։ Եկավ ժամանակը, արձանագրեցին նրա մահը, նրա կողը խոցեցին, նրան խաչից վայր իջեցրեցին։ Եկավ պարագան, իրենց ձեռքերով նրանք դրեցին Հիսուսին գերեզմանոցում։ Եկավ պարագա, իրենց ձեռքերով գերեզմանոցի դուռը քարով փակեցին։ Կարծես թե խավար էր։ Կարծես թե պարտություն։ Եվ այլևս հույսը կորցրեցին։ Սիրելիներ, մեր կյանքում լինում է խավար, մեր կյանքում լինում է դժվարություններ, ցավ, պարտություններ, բայց կարող է լինել իրականում, բայց դա մեր կյանքը չէ։ Դա ամբողջը չէ, դա ամբողջականը չէ։ Ընդամենը 3 օր հետո նրանք կրկին ականատեսը եղան, նրանք կրկին արձանագրեցին
Այո, իրենց հույսը կորցրել էին, այո, իրենք արձանագրել են պարտություն, բայց պատմությունը չի ավարտվել, որտեղ Հիսուս Քրիստոսը ողջ է եւ նա հարություն է առել մեռելներից։ Եվ ոչինչ չկարողացավ նրան պահել գերեզմանոցի մեջ։ Ոչ սատանան, ոչ դժոխքը, ոչ մեղքը, ոչ կայսրերը եւ ոչ թագավորները, ոչ մարդկությունը, ոչինչ չկարողացավ նրան պահել գերեզմանոցի մեջ, որովհետեւ նա հարություն առավ, նա ավելի զորավոր էր, քան որևէ մեկը, քան որևէ երևույթ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը այսօր էլ ողջ է, այսօր էլ կենթանի է, այսօր էլ մեզ հետ է։ Եվ նա ասեց աշակերտներին, այդ թվում նաեւ մեզ, ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը։ Գիշերը լաց կա, իսկ առավոտյան ցնծություն։ Գիշերը կարող է լինել մեր կյանքում, բայց գիշերվան հաջորդելու է առավոտը։ Ինչպիսի գիշերները լինի քո կյանքի մեջ, միշտ հիշիր այս խոսքը։ Հաջորդելու է։ Ուրբաթ օրվան հաջորդելու է կիրակին։ Հիսուս Քրիստոսի ման հաջորդելու է նրա հարությունը։ Եվ իմ կյանքում էլ, այո, խավարը կարող է լինել, բայց Քրիստոսը օրհնելու է, զորացնելու է, բժշկելու է եւ նա անելու է անհնարինը իմ կյանքի մեջ, ով կասի ամեն։ Երբ որ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, Հովհաննես Մկրտիչը նայեց նրան, ճանաչեց նրան, տեսավ նրան եւ ասեց. «Ահա Աստծո գառը, որ վերցնելու է աշխարհի մեղքը»։ Ահա Աստծո գառը, որ վերցնելու է աշխարհի մեղքը։ Այս գառը բառը երբեմն մեզ այսպես հատկապես մարդիկ, ովքեր որ հոգևոր կյանքով չեն ապրում կամ եկեղեցական կյանքով չեն ապրում, իրենց համար գառը դա ինչպես ասենք, կամ առավել ես ոչխարը։ Այն մարդ ասում ավելի լավ է գառ լինեմ, քան թե ոչխար։ Բայց Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Ես եմ հովիվը եւ այն գառները կամ ոչխարները լսում են իմ ձայնը, նրանք են ինձ հետևողները»։ Այսինքն Հիսուս Քրիստոսի մասին էլ ասվեց. ահա Աստծո գառը։ Ահա Աստծո գառը։ Ինչ կարող է անել գառը։ Այդ անմեղ, անշարժ կենթանին, որին համեմատվում է կամ որին համեմատեց, ոչ թե համեմատեց, այլ անվանեց նույն այդ կենթանու անունով մեր Տիրոջ Փրկչին, Աստծո գառը։ Ինչ կարող է անել գառը իր էությամբ, հատկությունով, իր կարողությունով, Աստծո գառը ինչ կարող է անել։ Հայտնության գրքի մեջ մենք ավելին ենք տեսնում, ոչ միայն գառը, այլ մորթված գառը։ Մորթված գառը արժանի է առնելու այդ գիրքը եւ բացելու կնիկները, ընդունելու ամբողջ երկրպագությունը, մորթված գառը, ինչ կարող է անել գառը, այև այն էլ մորթված գառը։ Ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Կարծես թույլ էակի հետ համեմատություն արվեց մեր Տիրոջ մասին, մեր Տիրոջ հետ, համեմատություն եղավ, անվանվեց նա այդպես, բայց նա և Աստծո գառն է, և Հուդայի առյուծն է։ Նա Աստծո գառն է, որ վերցնում է ամեն մեղքերը, բայց միևնույն ժամանակ Հուդայի առյուծն է, որը հաղթություն կրեց, և նա դատելու է ամբողջ աշխարհը իրենց արած գործերի և իրենց ապրած կյանքի համար։ Սիրելիս, այո, կարող է իրավիճակներ լինել, որ կարծես թե մենք համեմատվենք գառան նման, որ անօգնական ենք, անկարող ենք, անելանելի եւ անհնարին իրավիճակների մեջ ենք, բայց միշտ հիշենք այդ գառը Աստծո։ Նա թեև մահացավ, բայց նա հարություն առավ։ Այդ գառը Աստծո, թեև կարող է անօգնական, նրան խոցեցին, անօգնական թվաց նրան խոցեցին եւ սպանեցին, բայց նա հաղթեց մահվան եւ մեղքին եւ հարություն առավ։ Ինչ վիճակի մեջ էլ լինես, անօգնական, թվացյալ, որ ամեն բան ավարտվել է, թվացյալ, որ մեղքը քեզ իշխում է, տիրում է, դու չես կարող ազատ լինես այդ մեղքից, պարտքերը խեղդում են, այլևս իրավիճակը չես կարող փոխել, չսիրված ես, չընդունված ես եւ ամեն բան քո դեմ է, հիշիր։ Այո, գառն է նա Աստծո, բայց միևնույն ժամանակ նա հաղթող առյուծն է։ Եվ նույնը նաև այսօր իմ ու քո կյանքի մեջ է, որ Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես նա հարություն առավ, նույն ձևով նա մեզ կյանք է տալիս եւ փոխում է մեր կյանքը եւ տալիս է զորություն, որպեսզի մենք ապրենք այնպես, ինչպես որ նա ապրեց փառքիրեն։ Ուզում այսօր քաջալերել սիրելիներ, որ հարության այս տոնը եւ այսօրվա օրը մեզ համար այսպես բնորոշվի, այսպես ընդունված լինի, որ հարությունը հույսի մասին է, որ հարությունը հաղթության մասին է եւ
հարության մեջ կա հույսը։ Այո, անհուսության իրավիճակ էր։ Այո, մարդիկ տեսնում էին Հիսուս Քրիստոսի պարտությունը, բայց երկինքը տեսնում էր, որ ամեն բան ճիշտ է։ Եվ ամեն բան տեղի ունենում այնպես, ինչպես որ Աստված կամեցել է, եւ Աստված ինքը պլանավորել էր, եւ Աստված ինքը գիտեր ինչ է տեղ ունենում։ Հարությունը հույսի մասին է։ Հիսուս Քրիստոսի մահից հետո տեսնում ենք աշակերտները Էմաուսի ճանապարհին, երկուսը քայլում էին եւ տխուր տրտում խորհում էին, որ ինչ տեղ ունեցավ, ինչեր եղան, ինչ պարտություն եղավ, ինչպիսի խայտառակություն, մենք նրան հետևում ենք, մեր կյանքը կապել ենք նրա հետ, ամեն բան լավ էր, ամեն բան ընդունված էր, ամեն բան ճիշտ էր, բայց հանկարծ նրան ձերբակալեցին, սպանեցին, եւ այսօր ամեն մեկը վախի մեջ է, աշակերտները վախի մեջ, մեկ այս կողմ է գնում, մեկ այն կողմ է գնում, մի քանիսը փակի տակ են, ոչինչ չեն կարող անել։ Եվ ինչ որ մեկը միացավ նրանց, եւ նրանք սկսեցին, այս աշակերտները սկսեցին պատմել, թե ինչ է տեղ ունեցել Երուսաղեմում, եւ այսպիսի խոսքեր ասեցին այդ մեկին, որ միացել էր իրենց, իսկ մենք հույս ունենք, թե նա փրկելու է Իսրայելը։ Մենք հույս ունենք, որ նա փրկելու է Իսրայելը։ Մենք հույս ունենք, որ ինչ որ բան տեղի ունեն, մենք հույս ունենք, որ լավ է լինելու, մենք հույս ունենք, որ ես իրավիճակից դուրս եմ գալու, ես հույս ունեի, որ բժշկվելու եմ, ես հույս ունեի, որ այս մեղքին կհաղթեմ, ես հույս ունեի, որ իմ կյանքը ավելի լավ է լինելու, ես հույս ունեի, որ այլևս ամուսինս չի դավաճանելու, ես հույս ունեի, որ ամեն բան ճիշտ ու լավ կլինի, իսկ մենք հույս ունենք։ Արձանագրեցին նրանք, որ իրենց հույսը կորավ, արձանագրեցին, որ այլևս հույս չունեին, նրանք հույս ունեին, բայց այլևս չկա այդ հույսը։ Եվ այդ մեկը, որ միացել էր իրենց, նրանք չէին ճանաչում, բայց հարություն առած Հիսուս Քրիստոսն էր։ Երբ որ եկավ ժամանակը, որ նա հացը կտրեց, նրանց աչքերը բացվեցին եւ նրանք տեսան եւ վկայեցին, այո, Մեսիան էր, Քրիստոսը մեզ հայտնվեց։ Մենք հույս ունենք։ Ամենաանիրական եւ ամենաանհույս իրավիճակի մեջ Քրիստոսի հարությունը ասում է, որ այո, գերեզմանոցում դրված էր, հույսը մեռած էր, բայց Աստված հարություն առնել տվեց մեր Տիրոջն ու Փրկչին։ Չկա այդպիսի իրավիճակ, գոյություն չունի այդպիսի իրավիճակ, որ դու կարողանաս ասել հույս չկա այլևս։ Քրիստոսի հարությունը այդ օրը կամ այսօր, եթե այդ պահը քո կյանքի մեջ կա, նա խոսում է, որ նրա միջոցով կա հույսը։ Երբեք հույսը չկտրես Աստծուց, երբեք հույսը չկտրես Տիրոջ զորությունից։ Նա կարող է զորացնել, նա կարող է փրկել, նա կարող է օրհնել, նա կարող է վերցնել ամենամեծ ծանրությունը, հավատացողը կասի ամեն։ Եվ նա ասեց, Հիսուսն ասեց նրանց, ով անմիտներ եւ թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ որ մարգարեները ասացին։ Սիրներ, այո, դժվար կթվա մեզ հավատալ ինչ որ Տերը մեզ ասել է։ Այո, դժվար կլինի ընկալել, այո, դժվար կլինի հավատալ, որ Տիրոջ խոսքը խոսում է մեզ հետ։ Օրինակի համար, ամեն բան կարելի է հավատացողին։ Աղոթիր եւ Աստված կլսի եւ կպատասխանի։ Դե աղոթքով էս հարցը մի տեսակ չի լուծվի։ Ով ասեց, որ չի լուծվի։ Ով ասեց, որ չի լուծվի։ Ինչ որ մեկը դժոխքից շշնջաց ասեց սատանա է նրա անունը, բայց իմ Տերը ասեց, նա որ փնտրի ինձ կգտնվի։ Ես կգտնվեմ նրան, նա որ թակի դուռը ես կբացեմ, նա որ խնդրի իմ անունով ամեն բան կտամ նրան։ Հավատալ եւ վստահել Աստծո խոսքին, այլ ոչ թե Աստծո խոսքը դնել կողքի եւ փորձել մեր ջանքերով։ Հիսուս Քրիստոսը նա ողջ է եւ նա հարություն է առել, խայտառակ անելով սատանային եւ դժոխքին, մահվանը, ուրեմն այդ հարության մեջ հույս կա։ Մեկ անձնավորության վկայություն կուզենամ պատմել, ինձ հետ չի կատարվել մեր Արմեն եղբայրն ու հեղինակույրը այստեղ այցելում են պարբերաբար ծերանոց կամ խնամքի կենտրոն, այսպես ասենք, եւ պարբերաբար այցելում են տարբեր մեր հայերին եւ այլազգիներին այցելում են, խնամում են, հոգ են տանում իրենց համար եւ Աստված հետարքիր կերպով խոսել է իրենց հետ, գործում է իրենց միջոցով եւ ինչ որ մի սենյակ, վերջի սենյակներից մեկն են մտնում եւ ողջունում են, խոսում են իսպաներենով։ Իրենք Իսպանիայից են եկել, իսպաներենով եւ սենյակի վերջում մի կին տարեց անձնավորություն բարձր ձայնով ասում է Հիսուս, Հիսուս, ես էլ քեզ եմ սիրում, Հիսուս, ես էլ քեզ եմ սիրում։ Ոչ մեկ չի հասկանում ինչ է կատարվում։ Ի վերջո պատմում է պատմությունը։ Այս կինը եկեղեցու անդամ էր, այս կինը ընտանիք ուներ, բայց ինչ-ինչ պատճառներով հայտնվել է այստեղ, ոչ մեկ իրեն չէին այցելում, ոչ եկեղեցուց, ոչ ընտանիքից, ոչ մեկ իրեն չէին այցելում։ Եվ ինքը որոշել էր, որ այլևս հաց չի ուտելու եւ իր կյանքին վնաս է տալու եւ ինքնասպանություն է գործելու եւ ինքն էլ հոգեվոր մարդ էր, բայց ամեն դեպքում ասում էր. «Լավ, երևի դու էլ ես թողել Աստված ինձ։ Դու էլ ես թողել ինձ։ Եվս մեկ հնարավորություն եմ տալիս։ Եթե որևէ մեկը
Եթե որևէ մեկը ինձ այցելի եւ ասի, որ դու սիրում ես ինձ, ես կընդունեմ, որ դու տեսնում ես եւ իմ կողքին ես։ Եվ Արմեն եղբայրը որ մտնում է հենց այդ նույն խոսքերը ասում է, Հիսուսը սիրում է քեզ։ Եվ ասում է, դուք մտաք եւ այս խոսքերը ասացիք, որ Հիսուսը սիրում է քեզ։ Ես հասկացա, որ ինքը ինձ չի թողել։ Աստված իմ կողքին է։ Ամենադժվար իրավիճակի մեջ է, բոլորը կարող են ինձ թողնել, բայց իմ Աստվածը իմ կողքին է։ Խոսում են իրար հետ, աղոթում են, այս կինը հաջորդ շաբաթ կիրակին, հաջորդ կիրակի օրը տաքսի է կանչում, գնում է եկեղեցի եւ վերջում խնդրում է, որ վկայություն տա։ Ամբողջ եկեղեցու առջև կանգնում եւ վկայություն է տալիս, որ այսպես եւ Աստված այցելեց եւ Աստված օրհնեց։ Ամբողջ եկեղեցին լաց է լինում։ Ներողություն են խնդրում իրարից։ Սուրբ Հոգին իջնում է, ինչ որ մի գերբնական դրսևորում է լինում։ Հետագայում շաբաթներ հետո այս անձնավորությունը շարունակում է ծառայել, մինչև այսօր շարունակում է ծառայել երաժշտությամբ եւ փառաբանության խմբի մեջ։ Աստված օրհնում է նրան եւ նրա միջոցով ամբողջ եկեղեցին։ Եվ Արմեն եղբայրը ասում է քուրս, ոչ թե Աստված մեզ ուղարկեց այստեղ, որ մենք քեզ ասենք Հիսուս սիրում է, Աստված մեզ նախապես Հայաստանից ուղարկել էր Իսպանիա, այնտեղ մենք ապրել ենք տարիներ, լեզուն սովորել ենք, դրանից հետո ուղարկել էր այստեղ, որ մենք ասենք Հիսուսը քեզ սիրում է։ Այդքան քեզ սիրում է։ Հույսդ երբեք չկտրես Աստծուց։ Մարդկանցից կտրիր, ընդհանրապես մարդկանց վրա հույսել մի դիր։ Եթե խելացի ես, եթե խելոք ես, եթե իմաստուն ես, մարդուց սպասում մի ունեցիր։ Բայց Աստծուց երբեք հույսդ չկտրես։ Եվ հարությունը փաստում է, որ նա իսկապես կարելի է նրա վրա հույս դնել, նա հաղթող է եւ նա հույս տվող Աստված է, փառք իրեն։ Ճանաչիր հարության զորությունը։ Ճանաչիր հարուցյալ Հիսուս Քրիստոսին, ոչ թե պատմական, ոչ թե պարզապես գրքի, այլ կենթանի Հիսուս Քրիստոսին։ Գիտես, Սատանան միշտ կփորձի ասելով, որ դու դեռ այդքան հոգևորապես չես աճել, դու դեռ այդ աճը չունես, դու այդքան էլ լավը չես, դե հովիվները ավելին են, հովիվները կարող են, բայց դու դեռ հələ դու ինչ մեղքեր ես գործել, կամ դու այսօր որոշ թերություններ ու սխալներ ու մեղքեր ունես։ Ետից գնա Սատանա Հիսուս Քրիստոսը ասեց. Տեղ մի տվեք չարին եւ նրա մտքերին եւ նրա զորությանը, կասեք ամեն այս խոսքերին։ Երբեք տեղ մի տվեք սիրելիներ։ Հիսուս Քրիստոսի հարությունը խոսում է նրա մասին, որ մեղքը եւ Սատանան պարտված է եւ դու արժեքավոր ես եւ ինքը արժեք է տվել քեզ։ Այո, սխալը կա, մեղքը կա միգուցե կամ գործել ես անցյալում, բայց Հիսուս Քրիստոսի զորությունը այն ավելին է, քան մեղքը։ Կարծում եմ, որ Պետրոսը շատ ներսի ներքուստ հանդիմանություն ուներ, անարժանության զգացում ուներ, որտեղ նա ուրացել էր Հիսուսին, նա Հիսուսին դավաճանել էր, նա իր սիրած Հիսուս Քրիստոսին ասել էր, որ չեմ ճանաչում։ Կարծում եմ ինքը իրան դատապարտում էր, եւ Հիսուս Քրիստոսը նրան մոտենալով տեսնում ենք հարությունից հետո որ ասեց. «Սիրում ես ինձ, սիրում ես ինձ, սիրում ես ինձ»։ Եվ Պետրոսը պարզ ասեց. «Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Ես քեզ վստահում եմ, Պետրոս, գնա եւ արածեցրու իմ գառներին, խնամիր իմ ոչխարներին, արա այն ամեն ինչ, որ ես քեզ կասեմ։ Պետրոս, Սատանան ուզեց քեզ վնասել, բայց ես քո համար աղոթք արեցի։ Բայց ես քո համար աղոթք արեցի»։ Սատանան կմոտենա ինձ ու քեզ ասելով, որ Սատանայի հետ կապված չէր էս, ուղղակի։ Կմոտենա ինձ ու քեզ ասելով, որ քո մեղքերը այնքան ծանր են, որ դժվար, Աստված էլ լինի քեզ չի կարող օգնի։ Ինքը ստախոս է, ինքը խաբում է, իսկ մեր Աստված ճշտախոս է, ուղիղախոս է, եւ նա ասել է. բոլոր քո բեռներն ու մեղքերը, կարող է փոխել միկրոֆոն, թե միկրոֆոն չի, բոլոր մեղքերը եւ բոլոր անօրենությունները ջնջում եմ եւ մաքրում եմ։ Եթե հավատաս եւ եթե ընդունես, Աստված պատրաստ է ներելու, վերցնելու, ծածկելու ամեն մեղքը եւ ամեն անօրենությունը, փառք իրեն։ Հռոմեացիների թուղթը այսպիսի խոսք ունի. ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում եղողների համար։ Աշխարհի համար կա դատապարտություն։ Մեղավոր մարդկանց համար կա դատապարտություն։ Կրոնավոր քրիստոնյաների համար կա դատապարտություն։ Նրանք, ովքեր որ իրենց կոչում են հավատացյալ հոգևոր կամ քրիստոնյա, բայց ոչ ուղղադավան եւ ճշմարիտ, նրանց համար կա դատապարտություն։ Նրանց համար, ովքեր որ եկեղեցու մեջ են, բայց չունեն փոխհարաբերություն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ, չունեն պարզապես անկեղծ հանդիպում նրան, պարզապես ուղղակի եկեղեցին լավ է եւ գալիս եւ գնում են, ինչ որ մեկ օր Աստված կարող է իրենց հանդիպել եւ այդ հանդիպումը եթե տեղի չի ունեցել,
եւ չունեն այդ կյանքը Աստծո հետ, նրանց համար կարող է լինել դատապարտություն։ Բայց նրանք, ովքեր որ Հիսուս Քրիստոսին ընդունել են, ովքեր որ ապրում են Հիսուս Քրիստոսի մեջ եւ նրա խոսքով, ովքեր որ ճանաչում են նրան, փորձառաբար եւ նրա հետ են ապրում եւ ապրում են այդ խոսքի միջոցով, Աստծո խոսքի միջոցով, նրանց համար դատապարտություն չկա։ Նրանց համար դատապարտություն չկա։ Հոգևորներն էլ, սիրելիներ, այս կյանքից հեռանում են։ Հոգևորների կյանքում էլ ինչ որ բաներ տեղի ունենում են։ Հոգևորներն էլ ունենում են դժվարություններ։ Վերջերս իմ լավ ավագ ընկեր Էդվարդ Գրաբավենկոն, Ռուսաստանի եկեղեցիների եպիսկոպոսը, մի տեսանյութ հրապարակեց եւ բոլորս իլուր իմացանք, որ ննջել է շատ ճանաչված երգիչ, երգահան Սոկոլով։ Եղբայրներից մեկը եւ իրար հետ ծառայել են եւ միանգամից գրեցի եղբորը եպիսկոպոսին, իրար հետ ծառայության մեջ են եղել այդ օրը ամբողջությամբ։ Եվ ուղղակի գիշերը ննջել է, ինսուլտ է ունեցել եւ ննջել է։ Նայում ես մարդ, որը հեռանկար ունի, ամբողջ կյանքը արժևում է, ամեն բան լավ է ընթանում, բայց այդ օրը կարող է լինել, որ Տերը իրեն կանչի տուն։ Ցավալի է մեզ համար, որ մենք այստեղ ենք, ապրում ենք երկրում, ցավալի է, բայց ժամանակը հասավ։ Սիրելիներ, դատապարտություն չկա նրանց համար, ովքեր որ Քրիստոսի մեջ են, ովքեր Հիսուս Քրիստոսի հարությունը ճանաչում են, ովքեր հանդիպել են նրան, ընդունել են նրան, ովքեր ապրում են Աստծո խոսքով։ Մեկ անձնավորություն տարիներ առաջ եկավ ինձ մոտ եւ կիսվեց իր մեղքի մասին, կիսվեց իր ծանրության մասին, եւ ես տեսա, որ այդ մարդը իսկապես զղջում ունի, իսկապես ուզում է թողնել իր մեղքը, իր ծանրությունը, եւ իրեն ես չգիտեմ ով ինչպես, բայց ես հույս տվեց իրեն։ Եվ ասացի, որ Աստված քո կողքին է եւ ինքը պատրաստ է քեզ ազատելու, վերցնելու այդ ծանրությունը, բայց մի քայլ պետք է անես։ Այնինչ որտեղ որ դու գտնվում ես եւ այդ միջավայրը քեզ գցում է մեղքի մեջ, դու պետք է այդ վիճակից տեղից դու դուրս գաս, հրաժեշտ տաս, դուրս գաս։ Ինքը լսեց ինձ։ Եվ Աստված հետարքիր կերպով իրեն ազատեց այդ մեղքից, օրհնեց իր կյանքը, օրհնեց իր ընտանիքը, օրհնեց իր ամեն գործունեությունը, Աստված օրհնեց այդ մարդուն ու բարձրացրեց։ Ու այդ մարդը ծառայում է Աստծուն, փառավորում է Աստծուն, Աստված բարձրացրեց, հաղթական կյանքով այսօր ապրում է այդ մարդը։ Նմանատիպ իրավիճակ, գրեթե նմանատիպ իրավիճակ մեկ ուրիշ անձնավորություն եկավ, ոչ թե եկավ, այլ բերեցին։ Կինը ուղղորդեց, որպեսզի գա ինձ հետ զրուցի։ Կարծես թե խոստովանեց իր մեղքը։ Ում դիմաց որ մեղք էր գործում, ասեց, որ ես սիրում եմ նրանց, չեմ ուզում նրանց դիմաց մեղք գործեմ։ Ես տեսա, որ անկեղծ սեր կա, բայց չտեսա, որ անկեղծ զղջում կա։ Եվ ասի դու պետքա զղջաս։ Դու իսկապես պետքա հրաժարվես այդ մեղքից։ Դու պետքա թողնես եւ այդ իրավիճակից, այդ միջավայրից պետք է դուրս գաս։ Ասես դե հիմա չեմ կարող։ Ես մեղքը կթողնեմ, բայց իրավիճակ փոխել չեմ կարող։ Ասի լսիր, հավատա Հիսուս Քրիստոսի զորությանը։ Ինքը կարա քեզ փոխի։ Երկու պատմություններ, միանման պատմություններ։ Մեկը հաղթեց եւ մյուսը նմանվեց իր փրկչին, որտեղ Հիսուսը մահացավ, բայց հարություն առավ։ Այո, լացը կար, գիշերը կար, բայց նաեւ կար առավոտը եւ կար հաղթությունը։ Իսկ մյուսը գիշերը կար եւ դեռ շարունակում է գիշերը մնալ։ Սերներ, այնքան ակնհայտ է Հիսուս Քրիստոսի հարության միջոցով, որ մենք տեսնում ենք, գիշերը մերը չէ, խավարը մերը չէ, մեր համար առավոտն է, մեզ համար լույսն է, մեզ համար օրհնությունն ու հաղթությունն է։ Եթե մարդը կարող է հրաժարվել եւ կարող է իր կյանքը հանձնել Տեր Հիսուս Քրիստոսին, Աստված պատրաստ է նրան լսելու, վերցնելու, ներելու եւ բժշկելու։ Չհանձնվեց երբեք ոչ մի մեղքի հետ։ Այն մեղքն էր պատճառը, որ Հիսուս Քրիստոսին սպանեց եւ դրվեց գերեզմանոց։ Մեղքն էր պատճառը, որ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ։ Մեղքն էր պատճառը, երբեք չհամակերպվեց մեղքի եւ ինչ որ դժվարության հետ, որ քեզ հետ է պահում, Քրիստոսի սիրուց, Քրիստոսի ուրախությունից, հույսը չկտրես։ Քրիստոսը մահացել եւ հարություն է առել, որ ես ու դու սուրբ լինենք եւ ուրախ լինենք։ Ամեն։ Քարոզիչները մեկ չարաճճի բաներ են պատմում, ասում, հետո փոշմանում են, բայց դա արդեն պատմել են, էլի։ Երեք հարսանիքի ենք եւ երկու ընկերներով խոսում ենք, ասում է մի աշխարհիկ աղջիկ կար մեզ հետ, մեկ ուրիշ հարսանիքի էին եկել եւ այդ հարսանիքում այն բոլորը այնքան տխուր էին,
այնքան միապաղաղ էր, երեկվանը չէ, ինչ որ մեկ ուրիշ օր։ Այնքան տխուր էին, այնքան միապաղաղ էր, որոշակի կրոնական հասկացողություններից ելնելով էր այդքան տխուր եւ տրտում, որտեղ հոգեվոր պետք է լուրջ լինի, հոգեվոր պետք է տխուր չէ, բայց լուրջ լինի, չգիտեմ, դա վերջը։ Պետք է լուրջ լինեն, պետք է սրբությունը կարծես արտահայտվում է այսպես լրջությամբ, կոնկրետությամբ, այսպես դեմքի արտահայտությամբ եւ այս աշխարհիկ աղջիկը հարցրել է այս մեր աղբերը, ասել լսի, ես ինչի են այսքան տխուր, դե ասել իրենց ձևն է, իրենց սովորությունն է, ըստ իս կրոնն է պարզապես, կրոնը ոչ թե կյանքը կրոնն է, ասել է, բայց պատկերացնում եմ, որ իրենց հարսանիքը այսքան տխուր է, իրենց թաղումները ինչ կլինի։ Վախեցել է պատկերացնել երևի արդեն։ Երբեք եկեք չկորցնենք մեր ուրախությունը։ Ուրախությունը, եթե ինչ-որ մի բան քո ուրախությունը կորցնում է, դրա հարցերը պետք է լուծես։ Հիմա որոշները կասեն իմ կողակիցն եմ ուրախությունը կողանում, չէ, իր հարցերը պետք չի լուծես։ Պետք է լուծես քո մեջ, որ սիրես իրան, ընդունես, գնահատես։ Իսկ եթե ինչ-որ մի բան կա, որ քեզ հեռացնում է Աստծուց եւ դու կորցնում ես քո ուրախությունը, Դավիթ աղաղակեց ասելով. «Վերականգնիր իմ փրկության ուրախությունը»։ Քրիստոսի հարությունը ապացույցն է նրան, որ նա մեր մեղքերը ներել է, որ սրբել է, մաքրել է, մեզ դարձրել է իր զավակը, եւ մենք այն մարդիկ ենք, ում որ Տերը մեզ, ում որ սիրում է, եւ մենք էլ նրան ենք սիրում, փառքեն։ Դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ յուղոներին փառք իրեն։ Ով է որ դատապարտելու է, Քրիստոս Հիսուսը, որ մեռավ ավելի, որ հարություն էլ առավ եւ Աստծո աջ կողմն է եւ մեզ համար բարեխոսել է, արդ Քրիստոս Հիսուսից մեզ ով կբաժանի։ Ով կբաժանի, կա մեկը, որ ինձ կարող է բաժանել իմ Աստծո սիրուց, ես հասկացել եմ, ես գիտակցել եմ, ես փորձառաբար զգացել եմ, որ նա սիրում է ինձ, նա իմ կողքին է, նա ինձ ներել է, նա ինձ ազատել է, ով կա, որ կարող է ինձ զատել, հեռացնել Քրիստոսի սիրուց, ով կա, տառապանքը, նեղությունը, հալածանքը, սովը, մերկությունը, վտանգը, սուրը, ինչը կարող է ինձ զատել Քրիստոսի սիրուց։ Ինչը կարող է ինձ հեռացնել նրանից, որ ինձ սիրում է, եւ ինչը կարող է ինձ հեռացնել նրանից, ում ես եմ սիրում։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է, որ ում որ Աստված սիրում է, նրանց մեկ-մեկ խրատում է։ Գիտենք, հա? Ովքեր չգիտեն, ասեմ, մեկ-մեկ Աստված խրատում է եւ փառք իրեն այդ խրատների համար, որտեղ նա մեզ սրբացնում է։ Իսկ իրեն սիրողների համար, ովքեր որ այդ սիրուն արձագանքել են, Քրիստոսի սիրուն արձագանքել են, ովքեր որ Տիրոջ սերը ընդունել են եւ փոխադարձ սիրում են Հիսուս Քրիստոսին, նրանց համար Աստծո խոսքը հետարքիր բաներ ասում, այլ ինչպես գրված է, ինչ որ աչք չի տեսել, ու ականջ չի լսել, ու մարդու սիրտը չի ընկել, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար։ Աստված այնքան հրաշալի բաներ է պատրաստել նրանց համար, ովքեր որ սիրում են իրեն։ Երեք մի քույրիկի հետ էի խոսում, այստեղից հեռու է ապրում, այլ քաղաքում, իր ամուսնուն պահում են իմիգրացիայում եւ ամեն բան կարգին է իրենց թղթաբանության մեջ, կարծես process-ը կա, բայց ձերբակալել, չգիտեմ, ձերբակալել է դա կոչվում թե ինչու է, պահում են իմիգրացիայում եւ այս երիտասարդ քույրիկը կինը շատ տագնապի մեջ, ասի արի աղոթենք, որ Աստված ամեն բան բարին գործակից անի։ Աստված կարա փոխի ամեն ինչ եւ բարին գործակից անի։ Սերներ, ինչպիսի իրավիճակում էլ լինենք, ոչինչ մեզ չի կարող հեռացնել Քրիստոսի սիրուց, նրան ում որ մենք սիրում ենք եւ նրանից ով որ մեզ սիրում է։ Եվ ամեն իրավիճակ, անգամ վատ իրավիճակ Աստված կարող է փոխել եւ բարին գործակից անել։ Աստված ամեն իրավիճակը կարող է ի նպաստ, ի օրհնություն մեզ անել եւ փոխել ամեն բան, որպեսզի ի օգուտ քեզ լինի, իր զավակին լինի։ Կարող ես ամեն ասել այս խոսքին։ Սա է Քրիստոսի հաղթությունը, սա է Քրիստոսի հարության զորությունը, որ երբ որ նա հարություն առավ, ամեն բան փոխվեց, աշխարհը փոխվեց ամեն բան, անգամ մահը չկարողացավ պահել Հիսուսին գերեզմանության մեջ եւ ասեց. «Նա որ ինձ կհավատա, թեև մեռնի, պետք է ապրի»։ Անգամ մահը չի կարող հաղթել ինձ ու քեզ, նա հավիտենական կյանք է տվել, որովհետեւ Հիսուսը հարություն առնելով նա ապացուցեց, չկա այդպիսի բան, որ մարդուն կարողանա հեռացնել Աստծուց։ Ինչպիսի իրավիճակում էլ մենք լինենք, կարողանանք միշտ վստահել նրան, միշտ հետևել նրան։ Եվ Քրիստոսի հարությունը խոսում է հույսի մասին, որ հաղթություն կա եւ հույս կա։ Ամեն իրավիճակի մեջ, ամեն ծանր իրավիճակի մեջ է կա հաղթություն եւ կա հույս, փառք իրեն։
Աստված շարունակում է նշաններով եւ հրաշքներով բժշկել ու զորացնել, ազատագրել ու մաքրել։ Աստծո զորությունը այսօր էլ կա եւ այսօր էլ գոյություն ունի եւ այստեղ ներկա է։ Ամիսներ առաջ մեկ հյուր ունենք մեր եկեղեցում Իսպանիայի հոգեգալստական եկեղեցիների առաջնորդն էր Խուան Կարլոս Էսկոբարը, շատ լավ ավակ ընկեր է ինձ համար, հայրիկիս ընկերն է նաև եղել, օծված մարդ։ Եվ հետարքիր ձևով Աստված գործածում է իրեն եւ հետարքիր կերպով Աստված գործում է իր մեջ եւ իր միջոցով։ Մեր եկեղեցում մեջ երբ որ արդեն վերջին ժողովն է նաղոթք էր անում կարիքավորների համար, հիվանդների համար, որ Աստված բժշկի ու իրականում բավականին շատ վկայություններ եղան, որ բժշկություն եղավ թե մեզ մոտ թե քույր եկեղեցիներից մեկում Աստված հետարքիր գործում էր եւ մեր քույրերից մեկը վկայում է Գրետան, որ իր երեխային վատ ախտորոշում էին տվել եւ այս բան չեմ հիշում հիվանդության անունը վատ ախտորոշում էին տվել եւ այդ օրը բերել էր երեխայի համար աղոթելու, որտեղ հաջորդ օր պետք է գնային նորից ստուգումների։ Հիմա երեխային փորձում եմ մոտեցնել այս եղբորը քարոզչին, չի կարողանում հասնի, մոտ կես ժամից ավել երևի չի կարողանում հասնի եւ ես էլ բեմի վրա կանգնած եմ, սովորաբար այդպես է, երբ որ կարիք է լինում, մենք օգնում ենք, ծառայում ենք, բայց երբ որ հյուր է լինում, մենք ուզում ենք որպեսզի նա ամբողջությամբ ծառայի եւ եթե այդպես է կա կարիքը ինքը ծառայի եւ կարողանա աղոթել մարդկանց համար, նո մտածում ենք, մենք միշտ էլ կանք։ Եվ այս քույրը նայեց ինձ, ես նայեցի իրան, ասի ինչ ես ուզում Գրետա, ասես կաղոթես երեխայի համար, ասի սիրով։ Ձեռքերս դրեցի եւ աղոթք արեցի երեխայի համար, հաջորդը նա 2 օր հետո վկայություն է տալի, Արտո աղբեր, հերքել են, մի քանի ախտորոշումներ կան, որոնք ապացուցում են, որ երեխան այս հիվանդություն ունի, հերքել են, եւս մեկ ստուգում ենք անելու, երկրորդ ստուգումն էլ կրկին հերքեցին, որ այդ հիվանդությունը այլևս չկա։ Զորությունը մարդու մեջ չէ, այլ Աստծո մեջ է, հարություն առած Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամեն իրավիճակ Աստված կարա օգտագործի։ Ես հիշում եմ մեր միսիոներներից, որ մեր հարևան պետություն են գնում ավետարանը քարոզելու համար, բարբերաբար իրեն գնում են եւ այնտեղ եկեղեցի են հիմնում Աստծմով։ Ինչ որ միտեղ երրորդ երկրում, որ մենք չենք կարող ուղի գնալ այդ երկիրը, պետք է սահման անցնենք մեկ երկրորդ երկիր, հետո նոր գնանք այդ երկիրը, այդտեղ մեքենան ընկնում է փոսը ու ջարդուխուրդ է լինում այսպես։ Մեքենան փչանում է։ Արդեն կեսօրին է լինում դա եւ անմիջապես կապնում են ինձ հետ, որ այսպես տանում ենք արեստավորի մոտ, մի խոսք արեստավոր ասում է, ինչ մեքենայի մասն է պետք, Երևանից փորձում ենք հասնել արդեն ուշ երեկո, ոչինչ չեն կարող անել, գիշերը պետքա գիշերեն արդեն մնան այդտեղ, ոչ մեկին չունեն։ Պատահական ինչ որ մեկի տան մոտ որ մեքենան այդպիսի դեպքը պատահել է, գնում են այդ մարդկանց տուն, ասում են այսպես գիշերենք ձեր տան, ասում են լավ։ Նստում են, խոսում են, կերակրում են մեր միսիոներներին, հաց են ուտում իրար հետ, լավ զրույց են ունենում եւ ասում են ինչի կարիք ունեք։ Ոնց կարանք ձեզ օգտակար լինենք։ Եվ պատմում են, որ իրենց աղջիկը երեխա չի ունենում բավականին երկար ժամանակ եւ աղոթք են անում իրենց համար։ Աղոթք անելուց հետո հաջորդ օրը մեքենան սարքում են, գնում են իրենց ծառայությանը, հաջորդ տարի գալիս են, անցնում են այդտեղից նորից էլ գնալով այդ երկիրը, անցնում են տեղ ասում են մի պահ կանգ առնեն, կանգ են առնում, մտնում են եւ ասում են տեսնես կհիշի մեզ, երբ որ ներս են մտնում մեր քույրիկ, ասում է Մարինե ջան բարև, ասում է վայ հիշեցիք մեզ, ասում է ոչ չհիշեցինք։ Եվ մեր եղբայրը առաջին հարցը որ տալիս է ամուսինը Մարինեի, ասում է ձեր աղջիկը երեխա ունեցավ թե ոչ։ Ասում են արդեն կարծեմ 40 օրեկան է։ Աստված բալիկ պարգևեց։ Աստծո զորությունը այսօր էլ արկա է։ Նրա ձեռքը չի կարճացել, ով կասի ամեն սերներ։ Քրիստոսի հարությունը հենց սրա մասին է, որ նա զորություն ունի փոխելու իրավիճակներ, նա հույս տալու ամեն անհույս իրավիճակի մեջ։ Մեկ երեխայի համար, երբ որ խնդրեցին աղոթք անենք, այս երեխային, երբ որ ես տեսա ու ասացին ախտորոշումը, այնքան կարեկցանք առաջացավ, փոքրիկ երեխա, շաքարը բարձրացել էր 30, չգիտեմ Ամերիկայում ինչպես է չափանիշները, բայց Հայաստանում 6.3 է նորմալը, իսկ այս երեխայինը 30 էր բարձրացել։ Եվ տանջում էր ու տարապում էր այս երեխան արդեն տևական ժամանակ։
Ուղղակի պատահական այցելել ենք միտեղ, որտեղ որ ծնվեց եկեղեցի, իդեպ այդ քաղաքում ծնվեց եկեղեցի, հենց այդ իրենց տանը, հենց առաջին հանդիպումն էր դա, եկեղեցին հիմնադրվեց, եւ այս երեխայի համար խնդրեցին աղոթք անենք, բոլորովս շրջապատեցինք եւ աղոթք արեցինք։ Հաջորդ շաբաթ ուրախությամբ իրենք եկան արդեն եկեղեցի եւ ասին, երեխան այլևս դեղ չի խմում եւ ամբողջությամբ բժշկվել է։ Անցել է արդեն մոտ երևի 2 տարի ու երեխան մինչև այսօր առողջ է եւ Աստված ամբողջությամբ բժշկեց։ Սա է հարության զորությունը։ Հարության զորությունը։ Կապված չի ոչ մարդու հետ, կապված չի ոչ մթնոլորտի հետ, կապված չի ոչ իրավիճակի մեջ։ Այն պարզապես արձանագրում է այն, ինչը որ մարդը հավատում է։ Իսկ ինչ է մարդը հավատում։ Հավատում է ազատագրման, հավատում է բժշկման, ընդունում է Քրիստոսի մահն ու հարությունը իր կյանքի մեջ։ Այդ ամենը դրսևորվում է իր կյանքի մեջ։ Ձերներ, Աստծո ձեռքը չի կարճացել։ Եվ Աստված այսօր էլ փրկում է, այսօր էլ բժշկում է, այսօր էլ զորացնում է։ Եթե մենք կհավատանք եւ կընդունենք այն խոսքերին, որ ասում է, նրա վերքերով ես բժշկված եմ։ Սա Տիրոջ խոսքն է։ Նա հարությամբ ապացուցեց, որ այս խոսքերը կարելի է, այս խոսքերին կարելի է վստահել ու հավատալ, եւ այս խոսքերը կարող են իմ կյանքի մեջ իրականանալ։ Աստված ծրագիր ունի ամեն մեկիս կյանքի համար, հավատացողը կասի ամեն։ Քիչ հետո ես հրավիրելու եմ աղոթքի սերներ, բայց ուզում եմ, որպեսզի դու աղոթես այսպես։ Ասես Տեր, ես հավատում եմ քեզ եւ հավատում եմ նաեւ, որ դու իմ կյանքի համար ծրագիր ունես։ Ես խնդրում եմ քեզ, Աստված, օգնիր ինձ։ Ինչպիսին է լինի այդ քո կամքը եւ ծրագիրը իմ կյանքի համար։ Օգնիր ինձ, հավատամ դրան եւ ընդունեմ դա իմ կյանքի համար։ Հավատամ եւ ընդունեմ։ Շատ արգելող բաներ կարող են լինել, շատ անհույս վիճակներ կարող են լինել, շատ գիշերներ եւ խավարներ կարող են լինել կամ առաջանալ մեր կյանքի մեջ, որոնք կարող են մեզ խանգարել, որ առավոտը չբացվի, որ լույսը չծագի, Աստծո ծրագիրը չիրականանա։ Վախեր կարող են լինել հիվանդությունից, դրդված ֆինանսական կարգավիճակից, բիլերից ու հազար ու մի տարբեր բաներից կարող են վախեր գալ մեր կյանքի մեջ եւ ասենք, որ Աստծո կամքին ընդառաջ կարող եմ ես չգնալ։ Հիշիր, Հիսուսը այո նա մահացավ, բայց նա հարություն առավ։ Աստծո մոտ անհնարին որևէ բան չկա։ Եվ քո կյանքն էլ կարող է լինել Աստծո հրաշքը, քո կյանքն էլ կարող է պարունակել եւ ընդունել Աստծո զորությունը։ Ամենապարզ ու ամենաանհավանական իրավիճակում Աստված կարող է ուղղակի զորություն գործել։ Ու այնպես չի, պարտադիր չի, որ միշտ ինչպես որ օրինակ դա այնպեսի մի բան չի, որ մենք այսպես միացնենք անջատենք, չէ։ Աստված ինքն է կամենում, մենք խնդրում ենք, մենք հավատում ենք, ու Աստված դա անում է մեր կյանքի մեջ։ Բայց ոչ միշտ կանականի, ինչպես մենք ուզում ենք, այլ իր կամքը շատ կարևոր է։ Մինչև Հիսուս Քրիստոսը կգնար մահվան, մինչև Հիսուս Քրիստոսը կգնար խաչին եւ հարությանը, նա կարիք ուներ անցնելու Գեթսեմանին։ Եվ հարության, մինչև կգնար հարությունը, նա կարիք ուներ անցնելու Գողգոթան։ Շատ դեպքերում պահանջվում է մեզանից, մինչև կհասնենք հարությունը, անցնենք Գողգոթայով։ Ոմանք հենց այստեղ հանձնվում են, ոմանք հենց այստեղ, այդ գիշեր, այդ խավարը ձեռքերը վեր են պարզում, ասում են ես չեմ կարող։ Սիրելիս, հորդորում եմ, որ ճեղքես եւ գնաս մինչև վերջ։ Հարությունը սպասում է, Աստծո հաղթությունը սպասում է։ Մի տրվիր անհուսությանը, մի տրվիր վախին, մի տրվիր քո իրավիճակին, հավատա, որ Աստված ամենազոր է։ Հրավիրում եմ ոտքի կանգնենք, գանք մեր Աստծո առաջ։ Հայտնության գրքում այսպիսի խոսքեր կան գրված։ Սրանք խոսում է գազանի մասին, խոսում է թագավորների մասին, խոսում է չար իշխանի մասին եւ իշխանների մասին, սրանք միակարծիք են։ Բոլորը միակարծիք են, բոլորը միաբան են, բոլորը իրենց նպատակ ունեն եւ իրենց զորությունը ու իշխանությունը տալիս են գազանին։ Բոլորը համախմբվել են, բոլորը միակարծիք են եւ բոլոր համաձայնվեցին, որ իրենց զորությունը տան գազանին, տան սատանային։ Երբեմն մեր կյանքում էլ այսպես լինում է, որ կարծես թե համարտ ասում է, կարծես ամեն բան լավ էր, հիմա էլ էսա եղավ։ Ինչի է այսպես բոլոր կողմերից կարծես ինձ պաշարել է դժվարությունը, ֆինանսական խնդիրը, հիվանդությունը, ընտանեկան դժվարությունը, անձնական հարցերը, կարծես բոլոր կողմերից լինում է այսպես, որ շրջապատում են հանկարծ քեզ։ Բոլորը միակարծիք էին եւ բոլոր իրենց զորությունը տվեցին գազանին։
որպեսզի գազանը դուրս գա եւ պատերազմի։ Սրանք պատերազմելու են գարան հետ։ Սրանք պատերազմելու են գարան հետ։ Գազանը, վիշապը, թագավորները, սատանան իր ամբողջ դժոխքով ոտքի էր կանգնել եւ ում դեմ էին պատերազմելու։ Գարան հետ։ Սրանք պատերազմելու են գարան հետ։ Եվ գարը հաղթելու է նրանց, որովհետև տերերի տերն է եւ թագավորների թագավորը։ Եվ ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ, փառք Աստծուն։ Եթե դու գարան հետ ես, վիշապն էլ ելնի, գազանն էլ դուրս գա, ով ինչ ուզում է դուրս գալ քո դեմ, դու գարան հետ ես։ Հարություն առած Հիսուս Քրիստոսի, մորթված, բայց միևնույն ժամանակ հարություն առած Հիսուս Քրիստոսի հետ ես։ Քեզ պարտություն չի սպառնում, դու հաղթող ես։ Մենք երկրպագում ենք քեզ, մեր Աստված, մեր Տեր։ Ոչինչ չի կարող մեզ ետ պահել քո սիրուց։ Ոչինչ չի կարող մեզ ետ պահել մեր սիրուց ուղղված դեպի քեզ։ Մենք երկրպագում ենք քեզ, պաշտում ու մեծարում ենք քեզ, մեր միակ ու ճշմարիտ Աստված։ Քո հարությունը խոսում է Տեր առավոտվա մասին։ Քո հարությունը խոսում է Տեր կյանքի եւ հույսի մասին։ Քո հարությունը խոսում է Տեր հաղթության մասին, սրբության մասին։ Քո հարությունը խոսում է Տեր կյանքի եւ լիառատության մասին։ Ես շնորհակալ եմ քո հաղթության եւ հարության համար, Տեր, որ այսօր իրական է մեր կյանքերի մեջ, որ մեզ էլ Տեր մեռելներից հարություն առնել տվեցիր եւ մենք մեր մեռած գործերից այսօր Տեր ապաշխարած եւ քո որդիները դառնալով մենք քոնն ենք, Տեր, փառք ես։ Շնորհակալ եմ իմ Տեր եւ իմ Աստված։ Ես շնորհակալ եմ այն ամեն ծրագրի համար, որ դու ունես իմ կյանքի համար, Տեր։ Ես շնորհակալ եմ Բարձրյալ Աստված այն ամեն ծրագրի համար, որ դու ունես այստեղ յուրաքանչյուրի համար։ Ես խնդրում եմ Տեր օգնիր մեզ տեսնելու այն ամեն ինչ, որ դու ունես մեր համար եւ Տեր ապրելու այդ կյանքը, չնահանջելու, չվախենալու, հետ չքայլելու, Տեր օգնիր մեզ տեսնելու, հասկանալու եւ ապրելու այդ կյանքը, Տեր։ Իմ Տեր եւ իմ Աստված։ Զորացրում ես, Տեր։ Զորացրում ես, Տեր։ Զորացրում ես, Տեր։ Զորացրում ես, Տեր։ Ծերներ, Աստծո հոգին առաջնորդում է, որ աղոթ կանենք, ոչ թե ես ձեզ համար, այլ դուք ինքներդ աղոթ կանեք։ Կան մարդիկ, որոնք պայքարի մեջ են։ Ես հորդորում եմ ձեզ տրվեք Աստծուն։ Տրվեք Աստծուն։ Համաձայնվեք այն ամեն ինչ, որ Տերը ձեր սրտում դնում եւ առաջնորդում է իր խոսքի համեմատ։ Մի վախեցիր ոչ մի բանից։ Եթե Աստված առաջնորդում է եւ Աստծո խոսքն էլ հաստատում է, ուրեմն վստահիր Աստծուն։ Վստահիր Աստծուն։ Վստահիր Աստծուն։ Քո կյանքը շատ թանկ է Աստծո համար։ Քո կյանքը պահված է Աստծո համար։ Քո կյանքը գանձ է Աստծո համար։ Թույլ տուր, որ քո կյանքը ոչ միայն ապրի հոգևոր այս երկրավոր կյանքում, այլ նա լինի հաղթության կրողը, Աստծո ծրագրի կրողը եւ այս երկրավոր կյանքը որքան որ կապրես, ոչ միայն փրկություն ունենաս, այլ նաեւ Աստծո փառքը կրես, Աստծո լույսը կրես, Աստծո զորությունը հայտնի անես այս աշխարհին։ Դու ընտրված ես Աստծո կողմից սրբացած, Աստծո գործի համար պատրաստված։ Ով կարող է ինձ զատել Քրիստոսի սիրուց, ով կարող է ինձ հեռացնել նրա ծրագրից։ Օրհնյալ լինի քո փառավորանունը Տեր իմ կյանքի մեջ։ Օրհնյալ լինի քո փառավորանունը Տեր մեր կյանքերի մեջ։ Օրհնիր այստեղ Տեր քո զավակներին։ Խնդրում եմ քո հոգովը հպվիր ամեն մեկից, Տեր։ Մենք քո կարիքը շատ ունենք, Տեր, հպվիր մեզ, խնդրում եմ։ Օգնիր մեզ, զորացրում ես։ Հայր, ես խնդրում եմ հատուկ բժշկության համար, ովքեր որ կարիք ունեն բժշկության, Հայր։ Հպվիր, խնդրում եմ, զորության Աստված։ Քո խոսքը ուղարկիր Տեր ներկաներին, որպեսզի բժշկվեն եւ ազատագրվեն Տեր ամեն ինչից, Հիսուսի փառավոր անունով,
Ես դեմ եմ կանգնում ամեն բաներ, ինչ որ դու չես բերել Տեր մեր կյանքերի մեջ։ Իմ զորության Աստված, ամեն բան, ինչ որ դու չես բերել մեր կյանքի մեջ, մենք դեմ ենք կանգնում Տեր եւ չենք ընդունում։ Մենք Տեր ուզում ենք որպեսզի հեռացնես մեզանից, սատես մեզանից Տեր, բժշկես մեզ Տեր։ Քո հարությունը խոսում է կյանքի մասին, հույսի մասին Տեր։ Թող քո կյանքը Տեր ամբողջությամբ գա մեզ վրա եւ մեր մեջ Տեր։ Բժշկություն թող լինի Տեր նրանց կյանքերում, ովքեր այսօր այս պահին հավատքով մոտենում են քեզ Հիսուսի զորավոր անունով եմ խնդրում Տեր։ Կյանք եւ բժշկություն եւ օրհնություն թող լինի Տեր։ Նաեւ խնդրում եմ Տեր քո զորությունը թող լինի այս եկեղեցու մեջ ավելին ու ավելին Տեր։ Հայր, շնորհակալ եմ քո խոնարհ ծառայի համար, Արտակ եղբորս համար, որին ընտրել ես եւ օծել ես Տեր քո հոտը հովվելու եւ առաջնորդելու համար։ Շնորհակալ եմ Տեր նրա նվիրված սրտի եւ կյանքի համար։ Օծիր նրան ավելիով Տեր։ Շնորհակալ եմ Տեր յուրաքանչյուր եղբորս եւ քույրիկիս համար, որոնք ծառայում են, որոնք Տեր կանգնած են առաջնագծում եւ միասին եղբորս հետ միասին գնում են առաջ Տեր։ Օրհնիր նրանց եւ օծիր նրանց Տեր, որ նրանք Տեր կրեն այն լուծն ու բեռը, որ դու դրել ես իրենց վրա, ուրախությունով եւ ցնծությունով եւ քո օծությունով Տեր։ Օծիր եղբորս Տեր եւ օրհնիր Տեր ծառայական թիմին, բոլոր Տեր ծառայողների համար եմ խնդրում, որ քո օծությունը Տեր թարմ լինի իրենց վրա ավելի ու ավելի Տեր եւ գործի իրենց մեջ եւ միջոցով Հայր։ Օրհնիր այս եկեղեցին Տեր։ Օրհնիր այս եկեղեցին Տեր։ Քույր եղբայրներիս Տեր, եկեղեցու անդամներին բոլորին օրհնիր Աստված իմ բարի։ Օծիր ամեն մեկին Տեր եւ օրհնիր ամեն մեկին խնդրում եմ Հայր։ Թող այս վայրը լինի Տեր քեզ հանդիպման վայր։ Թող այս վայրը լինի եւ այս եկեղեցին լինի ազատագրման եկեղեցի Տեր։ Այս եկեղեցում թող մարդը հանդիպի ամենակարողի հետ։ Թող երկինքը բնակվի այս եկեղեցու մեջ Տեր։ Գործիր ավելիով Աստված խնդրում եմ քո օծությամբ, քո զորությամբ, քո փառքով, քո խոսքիդ միջոցով գործիր ավելի Տեր։ Սիրելիներ, այս եկեղեցում շատերը կգտնեն սեր, հոգատարություն, կգտնեն ընտանիք այս եկեղեցում։ Եկեղեցու անդամները եւ մարդիկ, ովքեր որ կան այս եկեղեցու մեջ, դուք այն մարդիկ եք, որոնց միջոցով Աստված կհանդիպի նրանց, ովքեր որ կգան այս վայրը։ Սերը, հոգատարությունը, այն ինչ որ ձեզանից դուրս կգա, ուղված մարդկանց, այն ինչ որ դուք կցուցաբերեք, դա այն ինչ որ Աստված ուզում է ձեր միջոցով։ Եվ շատերը, շատ շատերը կհանդիպեն Աստծուն ձեր միջոցով, եթե հավատարիմ լինեք Աստծո սիրուն եւ Աստծո սերը ձեր կյանքում առատ լինի, շատերը կհանդիպեն Տիրոջ։ Թույլ տվեք, որ Աստծո սերը ձեր միջոցով հոսի, հորդի եւ շատերին հանդիպի։ Եվ մի դիմադրեք այն ամենին, ինչ որ Աստված ուզում է անել ձեր մեջ եւ ձեր միջոցով։ Օրհնյալ լինի քո անունը Տեր, փառավոր թող լինի քո անունը այս եկեղեցում ավելիով Տեր։ Փառք ես Տեր, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր։ Ծիրներ, ուզում ավարտել, բայց կան մարդիկ, որոնք որ դիմադրում են Աստծո կամքին եւ ծրագրին։ Հորդորում եմ քեզ բացես քո սիրտը Աստծո առաջ։ Յուրաքանչյուր բան, որ Աստված առաջնորդում է քեզ, դու ընդունում ես, հավատում ես, սակայն մի խոսք ես ասում, բայց ես հորդորում եմ քեզ այդ բայցը չասես Աստծուն։ Կարող ես խնդրել, որ ինքը քեզ զորացնի, որ դու ընդառաջ գնաս Աստծո կամքին, միևնույն ժամանակ կարող ես պարզապես համաձայնվել առանց հասկանալու եւ ասես, ահա ես Աստծո ծառան եմ, ահա ես Տեր, քո ծառան եմ, թող քո կամքը կատարվի իմ կյանքի մեջ։ Թող քո կամքը կատարվի իմ կյանքի մեջ։ Յուրաքանչյուր պարագայում լինես գործի տեղը, ընտանիքում, փողոցում, ինքնաթիռի մեջ, մեքենայի մեջ, Աստված կարող է գործածել քեզ։ Աստված կարող է գործածել քեզ։ Աստծո հարության լուրը կարող ես փոխանցել։ Որտեղ էլ որ կլինես, Աստծո զորությունը չի կարճացել, նա կարող է քեզ գործածել։ Հոժարվիր, ճանաչիր նրա հարության զորությունը եւ թող քո միջոցով նրա հույսի հարությունը, նրա հաղթության հարությունը
մարդկանց հայտնի լինի։ Փառավորվես մեծ Աստված, Փառքի Տեր, հզոր, փառավոր իմ Տեր, օրհնյալ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա։ Ամեն, ամեն, ամեն։ Փառք Հիսուսին։ Մեկ բան էլ ուզում ասեմ եւ ավարտեմ պատգամից դուրս ելներ, ուղղակի սրտումս մղում ունեմ սա ասելու։ Այս եկեղեցին արտակեղբորս այդ տարիներով, որ մենք ունենք հաղորդակցություն, ընկերություն, ծառայակից եղբայրներ ենք, ուղղակի սրտումս դրվեց ասելու։ Եթե կան մարդիկ, որոնք որ կամ կդիտեն մեզ կամ ներկա են, այս եկեղեցին, այն եկեղեցին է, որտեղ որ դուք կարող եք շարունակաբար մասնակցել եւ անդամակցել եւ վստահելով մաս կազմել։ Այստեղ կա Քրիստոսի ներկայությունը, այստեղ կա Աստվածաշնչյան հոգատարությունը։ Ես ոչ թե պլանավորել եմ ինչ-որ բան ասում, չէ, ուղղակի մղում ունեցա սրտումս, կարող է որևէ մեկին սա պետք լինի։ Կծվիր եկեղեցուն։ Եկեղեցին է, որ Քրիստոսի մարմինն է, Քրիստոսի լրումն է։ Կծվիր այս եկեղեցին։ Մասնակցիր եւ կյանքդ նվիրիր Հիսուս Քրիստոսին եւ ապրիր հոգեվոր կյանքդ եկեղեցու միջոցով։ Խոսքս վերաբերում է նրանց, ովքեր որ չունեն եկեղեցի, անդամ չեն անդամակցում որևէ եկեղեցուն։ Թող Աստված գործի քո մեջ, առաջնորդի քեզ եւ վստահ եմ, որ Աստված հետաքրքիր ու լավ ծրագիր ունի քո կյանքի համար։ Ամեն։ Եկեք ավելի բարձր Տիրոջը ծափահարենք եւ շնորհակալ լինենք Աստծո ծառային։ Ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը ինչ որ տեղ մեզ գտանք, մեր կարիքը հայտնաբերեցինք, զգացինք, որ դա մեզ էր վերաբերում, ամեն։ Ես գիտեմ, որ Աստծո խոսքը գրված է, որ երկնքից որ իջնումը պարապ չի իջնում։ Նա գալիս Աստծո կամքը կատարելու, իսկ Աստծո կամքը ինձ եւ քեզ համար միշտ բարի է, հաճելի է եւ կատարյալ։ Նա միշտ ասելու բան ունի։ Սիրելիներ, մի մտածեք, որ այսօր Աստված ձեզ բան չուներ ասելու։ Ինչ որ լսեցիք, դա կարող է ձեր կյանքը փոխել։ Պարզապես պետք է մեզ վստահել, ընդունել եւ գնալ առաջ։ Ամեն։ Ահա նորից ձեռքերիդ մեջ է